Մեր ժողովրդին ցավոք սրտի շատ են խոստումներ տվել, անընդհատ ասել են, ամեն մեկ իրանն ասել, բայց դրանից հետո անընդհատ ստացվում է որևէ բան տեղից չի շարժվել եւ այո, խնդիրները շատանում են։ Մարտունու ժողովուրդը լինելով այդքան աշխատասեր, այդքան հողին կպած մարդիկ, ինչի պետք է ստիպված լինեն ճակատագրեր որոնել, աշխատանք որոնել դրսում։ Այո, դա էլ ինչ որտեղ պետք է, բայց մարդը պետք է ապագան կարողանա կառուցել իր հայրենի հողում այստեղ։ Եվ սա ես կարծում եմ պետք է լինի ամենագլխավոր մեր հանձնառություններից մեկը։ Մենք ազնիվ մտադրություններ ունենք, որ մենք ունենանք ձեր վստահությունը եւ մեկ տան մարդու պես մենք գանք ձեզ մոտ, դուք մեզ պարզ մեր ճակատներին ասեք, այս խնդիրը կա, այս բաց թողում ունեք, այս մեկը լավ եք անում, այս մեկը ստեղ ավելի ուժեղացրեք, այստեղ խնդիր ենք տեսնում։ Մենք երբեք մեր ժողովրդի վրա երբեք պատասխանատվություն չենք դնելու մեր սխալները արդարացնելու համար։ Հակառակը, ժողովուրդը որևէ մի անգամ չունի որևէ մի հարցում մեղավորություն։ Հարցի պատասխանատուն որոշում կայացնողն է։ Գիտեք, որ բոլոր խոսքերը ասված են։ Շատ մարդիկ եկել են, տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական միավորներ վերջի մի քանի տարիների ընթացքում չկա որևէ գրագետ խոսք, որ չի ասվել։ Հիմա ոչ թե խոսք ասելու ժամանակն է, այլ իրար լսելու ու սուսուփուս գործանելու ժամանակն է։ Ես որպես տնտեսության կամ տնտեսական քաղաքականության համար պատասխանատու ինձ հետաքրքրում է մարդու առողջությունը, որովհետև առողջ մարդը մենակ կարա աշխատի ու բարիք ստեղծի։ Այդ տեսանկյունից երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ օրինակ վերջի 2025 թվականի 10 ամսվա ցուցանիշներով 85% առողջապահությանը տրվող ֆինանսական միջոցների, 85%-ը գնում է բուժմանը, 25%-ը գնում է կանխարգելմանը։ Այսինքն ոչ թե բյուջեն գնում է մարդկանց կանխարգելի, որ մարդիկ չհիվանդանան, այլ պաժարնիկի նման գնում է կրակ հանգցնելու։ Մեր տարածքային գրասենյակների հիմնական նպատակը ձեր հետ հաղորդակցվելն է, ժողովուրդ ջան։ Սա համարեք ձեր տունն է։ 30 տարուց ավել է արդեն մեր մեջ փորձում են հույսը եւ հավատը սպանել։ Մեր ապագայի եւ մեր պետության նկատմամբ։ Երազում եմ այն օրվա մասին, երբ բոլորս ազգային միասնությամբ եւ պատասխանատվությամբ, մեծ հույսով ու հավատով կսկսենք կառուցել մեր երկիրը։ Ինչպես պարոն Թաթոյանը նշեց տան օրինակով, թե ինչպես են բոլորը քայլ առ քայլ կառուցում տունը։ Ի վերջո մեր հայրենիքը, մեր երկիրը բոլորիս համընդհանուր տունն է։ Եվ ի վերջո կգա ժամանակ, որ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բոլորս սկսենք կառուցել մեր երկիրը, արժանապատիվ ապագան եւ դա լավագույն բանը կլինի, որ մենք կթողենք մեր սերունդներին։ Մենք միշտ այստեղ ենք գտնվելու, պատրաստ ենք բոլորի խնդիրները լսելու, լուծումները առաջարկելու, կլինի ձեր կողմից նաև առաջարկներ, ինչ-որ ծրագրեր, գաղափարներ, մենք միշտ կլսենք, կիսվենք ձեր հետ եւ կունենա դա ընթացք։ Նաև շնորհակալ եմ, որ բոլորդ այսօր գտնվում եք մեր կողքին։